Ուրեմն այս տարի մի շատ աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ, երբ Վաշինգտոնում հանդիպում էին երկու երկրների ներկայացուցիչները, որպեսզի քննարկեին խաղաղության պայմանագրի նախապայմանների, նախաստորագրությունների հարցը, եւ ընթացքում պարզվեց, որ հայկական կողմին որևէ մեկը չի ներկայացնում եւ բոլորը առաջնորդվում են միայն եւ բացառապես մեկ երկրի պետական շահերից ելնելով։ Եվ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց Բաքվում բանտարկված հայ գերիների հարցը բարձրացնի, որը որ ես կասեի ամենամեղմ պահանջն էր, որ հայկական կողմը կարող է ներկայացնել, այսինքն սրանից մեղմ պահանջ դու չէիր կարող Ալիևին ներկայացնել, եւ խնդրում եմ դիտեք Նիկոլ Փաշինյանի ճղճիմ, ողորմելի եւ խղճուկ կերպարը եւ ռեակցիան, խնդրեմ։ So you say there's 23 Christians that you'd like to add. So you say there's 23 Christians that you'd like to add. So you say there's 23 Christians that you'd like to add. Because I'm going to ask him to do that. I think I'll do it for you. Yeah. Advised not to put it in. Advised not to put it here. We don't have any auto pen. We don't have auto pen. Right here. So you say there's 23 Christians that you'd like to add. So you say there's 23 Christians that you'd like to add. So you say there's 23 Christians that you'd like to add. Because I'm going to ask him to do that. I think I'll do it for you. Yeah. Advised not to put it in. Advised not to put it here. We don't have any auto pen. We don't have auto pen. Խնդրում եմ մեկնաբանեք, ես առանձնապես շատ մեկնաբանելու կարիք չեմ տեսնում, այս տեսահոլովակը ինձ թվում է արդեն իսկ ամեն ինչ ասում է, պարզապես ես ուզում եմ ներկայացնեմ Նիկոլ Փաշինյանի խղճուկ կերպարը խոշորացույցի տակ, այսպես ասած, որը որ ֆունդամենտալ ձևով տարբերվում է այն Նիկոլ Փաշինյանի կերպարից, որը որ կներեք բարես համար իր քաքոտ մատը, հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա թափ է տալիս, սա այդ Նիկոլ Փաշինյանը չի, սա իսկական Նիկոլ Փաշինյանն է, որը որ մենք տեսանք, տեսահոլովակում։ Ասում է I advise you not to put in, եկել է իր այդ իջև անգլերենով Սպիտակ տանը խորհուրդներ է հայտնում, եւ ինչ խորհուրդներ, միակ եւ ամենամեղմ հայկական պահանջը, հայանպաստ պահանջը, ասում է չէ, խնդրում եմ, մի խոսացեք դրա մասին, չներգրավեք հանկարծ, ծպտուն չհանեք, Հայաստանի անունը, խնդրում եմ չշոշափեք, իր այդ սարսափած դեմքով, սփռտնած ճղճիմ կերպարով սիրտը կանգնած, ասում է չէ, խնդրում եմ։ Դե հիմա ես ինչ կարամ ասեմ։ Ընդամենը ես կարամ մի հատ շատ լեգիտիմ հարց տալ։ Ուրեմն քո լավ դե ոնց չասես էլի։ Քո ճղճիմությունը, քո ոչնչությունը դեպի ներքև սահման ունի, թե չունի։ Դեպի ներքև էլի։ Խնդրում եմ դուք մեկնաբանեք, ես այսքանով ուզում եմ սահմանափակվել, բաժանորդագրվեք եւ առայժմ հարգելի ընկերներ, մինչ հաջորդ տեսահոլովակը